Բարև ձեզ, կարոտել եք։ Լրատվամիջոցներին կարոտած Ռոբերտ Քոչարյանը տարվա իր առաջին ասուլիսը կրկին սկսեց թրիփից։ 3 ժամում խոսեց արտաքին ու ներքին քաղաքական հարցերից։ Քոչարյանը կրկնեց նախկինում էլ արված հայտարարությունները, շարունակեց պնդել Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում չունի ոչ տնտեսական, ոչ անվտանգային շահեր։ Թրիփի ծրագրի դա հայ-ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Երևի ամենից ճիշտ ձևակերպումը սա է։ Այս ֆորմատով հայկական շահ այստեղ չի երևում ընդհանրապես։ Հայաստանը նույնիսկ կողմ չի այստեղ, այլ դառավ կիսակողմ։ Հասկանում եմ մենք բան, որ Միացյալ Նահանգները փորձելու են այս ծրագիրը բրթեն առաջ։ Ես անկեղծ ասած չեմ տեսնում Միացյալ Նահանգների տնտեսական շահ։ Թրիփի հետ կապված տարածաշրջանում նահանգների շահերի մասին Դոնալդ Թրամփը բազմիցս է խոսել։ Նկատել թրիփը ուղի է, որն անցնում է աշխարհի տնտեսապես կարևոր տարածաշրջանով։ Հիմա արդյոք իր այս հայտարարություններով Քոչարյանը պնդում է, որ նախագահ Թրամփը չի տիրապետում իրավիճակին։ Լուրերի հարցին ի պատասխան ասաց. Ես ասել եմ տնտեսական եւ անվտանգային շահեր ուղղակի չեն եղել։ Եթե Իրանի գործոնը հանում ես, ոչ չկա։ Իմ ընկալում հետևյալն է, Միացյալ Նահանգների հետ թշնամանալ երբեք պետք չի։ Այն երկիրը չի, որի հետ թշնամանալուց դու կարող ես ինչ-որ բան շահես։ Բայց Միացյալ Նահանգների հետ նստել, խոսալ, խնդիրները ներկայացնել եւ ցույց տալ, որ այս տարբերակով նույն տրիպի հենց Միացյալ Նահանգները ավելի շատ կշահեն, նաեւ իրենց շահերից է սա բխում, անցնում է։ Միացյալ Նահանգների հետ դա աշխատում է։ Թրիփի վերաբերյալ Քոչարյանի պնդումներին արձագանքելով վարչապետ Փաշինյանը նշեց. նրա պատկերացումները հնացած են, շեշտեց նախագծով 100 միլիոնների ներդրումներ են լինում Հայաստանում։ Թրիփի իրականացման շրջանակն ընդգծում է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ փոխադարձության կարեւորությունը։ Նպատակն է ամրապնդել Հայաստանի եւ Ադրբեջանի անվտանգությունը եւ խթանել ամերիկյան առևտուրը։ Քոչարյանը կարծում է նաև Միացյալ Նահանգների հետաքրքրությունը Հարավային Կովկասում կապված է մեկ հանգամանքի հետ՝ Իրանի սահմանը վերցնել վերահսկողության տակ։ Սա Քոչարյանին մտահոգում է։ Արդյոք նրան չէր մտահոգում Մեղրին Ղարաբաղի դիմաց փոխանակելու իր ծրագիրը։ Հիշեցնեմ, 2025-ի հունվարի 30-ին ԱՄՆ պետդեպարտամենտը գաղտնազերծել էր փաստաթղթեր, որոնք վկայում են 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետատետ առանց միջնորդների համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ Մեղրին Ղարաբաղի դիմաց։ Ամերիկյան գաղտնի հեռագրերը բացահայտում էին մանրամասներ, որոնք մինչև այս երբեք չեն հրապարակվել։ Նշվում է, Ղարաբաղյան բանակցություններում տարածքների փոխանակման տարբերակը հայտնի է որպես Գոբլի պլան, պետքարտուղարության նախկին աշխատակից Փոլ Գոբլի անունով։ Հենց նա էր հրապարակ հանել այդ գաղափարը 1992-ին, երբ նախկին պետքարտուղար Սայրուս Վենսը ՄԱԿ-ի հանձնարարությամբ այցելել էր Ղարաբաղ։ Ըստ Քոչարյանի թրիփի ծրագիրը կարող է Հայաստանին հանել բախման կետից, եթե ընդլայնվի բոլոր խաղացողները դառնան շահառուներ։ Ծրագրին միանան Չինաստանը կամ Ռուսաստանը։ Նիկոլ Փաշինյանը Քոչարյանի նաև այդ պնդմանը հակադարձեց, ասաց Հայաստանի սահմանները ինչպես անցակետերը կլինեն մեր վերահսկողության ներքո։ Այդ գործառույթի արտապատվիրակումը բացառվում է, դա գրվել ու հրապարակվել է Հայաստանի եւ նահանգների կառավարությունների ընդունած փաստաթղթում։ Չինաստանի եւ Ռուսաստանի հետ Հայաստանը սերտ գործակցում է, ասաց վարչապետը։ Հիշեցրեց Պեկինի հետ սահմանվել է ռազմավարական երկխոսություն։ Նաև նախագահ Պուտինի հետ միայն նախորդ տարի մի քանի հանդիպում է եղել։ Ռուսական կողմին առաջարկվել է շտաբկարգով զբաղվել Թուրքիայի եւ Ադրբեջանի հատվածում երկաթուղու վերականգնմամբ։ Բայց եթե Հայաստանը ստանում է դեպի Իրան եւ դեպի Ռուսաստան երկաթուղային հաղորդակցություն, դա արդեն տնտեսական շահ չէ, հարցին պատասխանելով Քոչարյանը նկատեց. Այնինչ խոսում է տրիպի մասին, խոսում է միայն այդ 42 կիլոմետրանոց հատվածի մասին, 42-43։ Միայն եւ խոսում են միլիարդավոր ներդրումների մասին։ Հասկանում եք, այդ հեքիաթները 42 կիլոմետրի վրա միլիարդ ներդրման համար այդ ասֆալտը ոսկուց պետք է լինի։ Կամ երկաթուղու բաները, այդ ռելսերը ոսկուց պետք է լինի։ 42-43 կիլոմետրանոց հատվածի մասին, այդ դեմ եմ ես ասում, մենք ընդհանրապես ունենալու ենք այդ կտորի տրանզիտի համար ինչ որ գումարներ։ Իսկ ինչու են այդ հատվածում ռելսերը բացակայում։ Քոչարյանը չխոսեց, որ իր պաշտոնավարման տարիներին Մեղրի-Կապան երկաթգծի 40 կիլոմետր հատվածն անհետացել է։ 2020-ին հանրայինն անդրադարձել էր այս փաստին։
Պաշտպանության նախարարությունից տեղեկություն ստացել։ Երկաթգիծն ապամոտաժվել է 2003-ին, երբ Պաշտպանության նախարարը Սերժ Սարգսյանն էր։ Գերատեսչությունը պայմանագիր էր կնքել 2000 տոննա մոտ 31 ուղեգծերի ապամոտաժման աշխատանքները կատարելու համար։ Արտաքին հարցերից Ռոբերտ Քոչարյանը խոսեց նաև ադրբեջանական կողմից բենզինի ներմուծման մասին։ Հայտարարեց, այն ինչ տեղի ունենում քարոզություն է։ Պատմեց, երբ կառավարման ղեկն իր ձեռքում էր, զանգել է Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևին ու ասել, որ մեծ ծրագիր է անում։ Այսինքն Քոչարյանը փաստեց, որ դեմ չէ Ադրբեջանի հետ առևտրին։ Անձամբ զանգել է իմ գրասենյակից եւ իրեն առաջարկել են, որ դիտումը մենք իրենցից առնենք։ Այո, Իրանից են դիտումը, ասի լավ էլ քայլան, մենք նաև սկսենք տնտեսական հարաբերություններ ձևավորել։ Ինքը ասեց, մի երկու օր դուր մտածեմ, հետ կզանգեմ։ Երկու օր հետո զանգել է, գիտեք ինչ ասա։ Ասել է, ճիշտ ես ասում, բայց մեր մոտ կարող է դա սխալ ընկալվի։ Ես որ այդ գործարքին գնամ, ինձ շատ լուրջ քննադատության տակ կհայտնվեմ։ Ես իրեն ասել եմ, ես ինձ ավելի շատ պետք է Հայաստանում քննադատել, որովհետև մենք ենք առնում փողը, մենք ենք տալիս ձերապրանքը բերում։ Գալով ներքաղաքական հարցերին, Քոչարյանը նախ շեշտեց ֆունդամենտալ հարցերի շուրջ տարբեր բևեռներում գտնվող իրար հետ լավ կամ վատ հարաբերություններ ունեցող մարդկանց մոտ խոսույթը նույնն է։ Սա ընդդիմադիր հատվածի համար բավական լուրջ դաշտ է գործակցության համար։ Հարցին, արդյոք Քոչարյանի դաշինքը հնարավոր գործակցություն տեսնում է ինչ-որ ուժերի հետ, այդ դեպքում ով կլինի վարչապետի իրենց թեկնածուն, պատասխանեց։ Ես տեսնում եմ, որ ընդդիմադիր դաշտը կարող է գնալ ընտրությունների 3, առավելագույնը 4 խոշոր բլոկներով։ Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստան դաշինքին, մենք վերջնական լուծում որոշում դեռ չունենք, բայց հակված ենք գնալ նույն ֆորմատով։ Եվ ավելի շատ ինչ որ ասել են վերաբերվում է այն կուսակցություններին, որոնք կարող են խնդիր ունենալ շեմը հաղթահարելու եւ պատկերը չունենալու համար անցած ընտրությունների փոշիացված ձայների առումով բարենպաստ պայմանները խոշոր բլոկներ միավորելու համար։ Ունեմ այն ինֆորմացիան, որ իրար հետ բանակցում են, որոշտե հաջող, որոշտե ոչ, բայց իմ տպավորությունը այնպեսին է, որ պատկերը շատ ավելի բարենպաստ է լինելու ընդդիմության համար այս ընտրությունների ժամանակ։ Փետրվարի սկզբին ըստ Քոչարյանի պրագմատիկ ճանապարհ են ընտրելու, հարցում են անելու սոցիոլոգիական հետազոտություն, արդյունքներով որոշելու են, թե ով է առաջնորդը։ Լրատվամիջոցներում կար այլ սոցիոլոգիական ուսումնասիրությունների առումով ցույց է տալիս, որ դեռ այո ես եմ։ Այն հավանական, ավելի մեծ հավանական տեխնացիոն, որը գլխավորի ցուցակ է։ Նա համարում է, որ ընդդիմադիրները պետք է գնան ավելի լայն կոալիցիայի, որն ուժն ավելի մեծ տոկոս կհավաքի, նրա իրավունքը կլինի վարչապետի թեկնածու առաջադրելը։ Եթե իր ուժը քիչ տոկոս հավաքի, վարչապետի թեկնածուի որևէ հավակնություն չի ունենա։ Ինքն իրեն չի տեսնում որպես падգամավոր, ոչ էլ նախարար։ Քոչարյանը հայտարարեց, համարում է, որ իրենից լավ ոչ ոք երկիրը իր խոսքով այս վիճակից չի կարող հանել։ Բայց ինչպիսին էր Քոչարյանի ղեկավարած Հայաստանը 2003-ից մինչև 2008-ը։ Ռուսաստանին $100 միլիոն պարտքի դիմաց Քոչարյանը հանձնել էր Հայաստանի ռազմավարական նշանակության ձեռնարկություններ, այդ թվում Մարզգործարանը եւ 3 ընկերություններ, որոնցից մեկը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտն էր։ Այդ ինստիտուտի հետ կապված լրագրողներից մեկը Քոչարյանից հետաքրքրվեց, ունի տեղեկություններ, որ իր հետ ընկերական հարաբերություններ ունեցող Վլադիմիր Եվտուշենկոն գնել է այդ ինստիտուտը։ Հունվարի 19-ից ինստիտուտն այլևս ռուսական Citronics ընկերությանն է, որը պատկանում է ռուսական մեկ այլ ընկերությանը, Սիստեմային։ Ոչ Մարզգործարանը, ոչ Մերգելան ինստիտուտը չի հանդիսանում ԱՖԿ սիստեմայի կամ Citronics-ի սեփականություն։ Դրանք Ռուսաստանի կառավարության սեփականությունն է եւ Ռոսկոմ իմущество այդպիսի մի գործակալություն կա, որը տնօրինում է նման կարգի սեփականությունները։ Սեփականություն չէ։ Եվ բավական երկար ժամանակ Ռուսաստանի այդ գործակալությունը կառավարումը տվել է այդ ընկերությունների ԱՖԿ սիստեմային մինչև 23 թվականը։ 23 թվականին պայմանագիրը ավարտվել էր եւ ԱՖԿ սիստեման
դուրս եկել ընդհանրապես Հայաստանից։ Քոչարյանը տեղեկացրեց, ինքն այլևս սիստեմայի խորհրդի անդամ չէ, հրաժարվել է անդամակցությունից 2021-ին ընտրությանը մասնակցելու համար։ Այդ ընկերություններում բաժնետոմսեր ունի։ Զղջում է արդյոք նա, որ հանրային սեփականությունները ժամանակին օտարել է այլ պետությանը։ Ընդհանրապես թեզ sense ազգային հարստությունը ամենից լավ գործարքները հիմա բերում ենք որպես ամենից վատ կամ ձախողված գործարքներ։ Օտարի երկրներ, ներդրումների նաև նպատակը այդ մշակույթը, այդ տեխնոլոգիան բերելն է։ Եվ արել ենք սա։ Ես կարող եմ բոլոր գործարքների վերաբերյալ ասել, իմ ժամանակ չի եղել, որ սեփականաշնորհվի ու չաշխատի։ Նկատենք, Ռուսաստանին հանձնելուց հետո տվյալ ձեռնարկությունները չեն գործել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջեպազրույցում այս հարցին ևս անդրադարձավ։ Տեղեկացրեց 2024-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հետ խոսել է այդ մասին, ասել դուք գույքեր ունեք Հայաստանում։ Նշել հույս ունի, որ այդ գործարանները կաշխատեն։ Եվտուշենկոն Փաշինյանին ասել է, որ այդ ուղերձը ստացել է Ռուսաստանի կառավարության ղեկավարից։ Ըստ վարչապետի պայմանավորվածություն կա, որ ռուսական կողմը ներդրումային ծրագրեր իրականացնի։ Կախված բովանդակությունից ու ծավալներից պարզ կլինի, թե Հայաստանի կառավարությունը ինչպես կարող է աջակցել։ Մերի Խաչատրյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։